Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես նախ Մայրաթոր, որտեղ այս պահին բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված, կան նաև ոստիկանական ուժեր, այնտեղ է նաև ոստիկանապետը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հոգևորականների ուղեկցությամբ Վեհարանից եկել է Մայր տաճար։ Հիշեցնեմ, ավելի վաղ Առաքելական Սուրբ եկեղեցու 10 եպիսկոպոսներ կոչ էին արել ժամը 17-ին գնալ ու միանալ իրենց Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հանգստի կոչելու արդար պահանջով, որն իրենց խոսքով այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ևս կալանավորված է, հայտարարություն է տարածել Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխելով Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Միասնական ժամերգությունը եւ աղոթքը անազատության մեջ հոգեվոր հայրերի համար է։ Հայտարարության մեջ ամեն ինչ ասված է։ Ոչ մեկի հետ չենք խոսել, ասեցինք, որովհետեւ մեկի հետ չենք կապ չենք հաստատել ու չեմ էլ ուզում հաստատել։ Իսկ իրենք փորձել են վեհապար ետերը։ Չեմ կարող ասել։ Իսկ դարձի բերելու համար գոնե չեք ուզում կապ հաստատել իրենց հետ, խոսել։ Բազմաթիվ անգամներ հրավերներ եղավ իրենց։ Մեր հորդորը, մեր խնդրանքը, մեր պահանջը բոլոր մեր հայրենագիստերին, որպեսզի ինչ գործողություն որ անում են լինի օրենքի շրջանակում, չտրվեն որևիցե սադրանքի, մասնակցենք պատարագին, մենք մեր աղոթքը անենք Հայաստանի Հանրապետության համար, հայ ժողովրդի միասնականության համար ու ըստ այդմ դրանից հետո առանց որևէ խնդիրների հասնենք ամեն մեկս մեր տուն։ Անգուցալուծումը ովքեր ցանկանում են եկեղեցական գործով զբաղվել, իրենց ցանկությունները չի իրականանալու։ Ձեր աջակիցների հետ եք այստեղ եկել։ Վաղաշապացիների, ընկերների, բոլոր ընկերներով, հարազատներով, ոչ բոլորը բնականաբար, բայց մեծ մասը նաև իմ ընկերական շրջապատը, անձնական, բարեկամական, հարազատական բոլորն էլ այստեղ են։ Եվ շատ մարդիկ։ Դուք Էջմիածնից եք եւ ըստ էության տիրապետում եք ընդհանուր պատկերին։ Ձեր կարծիքով, եթե վեհապար հայրապետին կալանավորելու որոշմամբ իրավապահները գան Մայրաթոր, ժողովուրդը դիմադրություն ցույց կտա։ Կարծում եմ, այո, ժողովուրդը դիմադրություն ցույց կտա, բայց ոստիկանական այս մեծ ուժերի դեմ ինչ տեղի կունենա, չեմ կարող։ Իսկ կգնան։ Չեմ անկեղծ չեմ կարող ասել, որ ես այսօրվա իշխանություններից ամեն ինչ սպասում եմ, բայց ենթադրենք, թե կալանավորեցին։ Ինչ որտեղ վեհապարը, այնտեղ վեհարանը, վեհապարը շարունակելու մնալ որպես ամենայն հայոց կաթողիկոս, ինչ խնդիր են փորձելու դրանով լուծել։ Ժողովրդին տեսնելով, տեսնում ենք մեր բարեպաշտ հավատացյալ ժողովուրդը, նաև ուխտապահ եկեղեցականությունը համախմբվում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ վեհապար հայրապետի կողքին։ Իսկ իրադավ ուխտադրուժ եպիսկոպոսները իրենք նախկինում էլ իրենց շուտ մարդիկ չեն ունեցել եւ այսօր էլ չեն կարող երբևիցե մարդկանց քանակ ապահովել։ Իրենց մաքսիմում քանակը, որ երբևիցե կարող էին հավաքմբեին, դա Օհանավանում հավաքած մարդկանց քանակներ, որին հավաքվողներին տեսել ենք, գիտենք նաեւ ինչ վարչական ռեսուրսներով էին իրենց հավաքել եւ այսօր էլ չեն կարող այդ տիրադավ եպիսկոպոսների շուրջ մարդիկ համախմբվել։ Շատ կարևոր է մեր հանրության համար, որ պարզ լինի, պատկերացրեք, ինչքան մենք ամուր սրբազաններ ունենք, ինչքան մաքուր կյանքով ապրող սրբազաններ ունենք, որ անգամ այս կոմպրոմատների դարաշրջանում ոչ մի կոմպրոմատ չաշխատեց, ոչ Միքայել սրբազանի դեմ, ոչ մի բան չկարողացան մեր սրբազանների դեմ գտնեին։ Դա ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան շատ խորքային հավատքով մարդիկ, ովքեր պաշտպանում են բոլոր կանոնական կարգերը։ Նկարը Սամվել Կարապետյանի, ինչպես նաև հայ եկեղեցու մյուս բարերարների կախված է Վեհարանում, քանի որ Վեհարանը հոգևոր, ինչպես Ալեքսանյանը Ալիկը ներկայացրել է, դա կաթողիկոսի աշխատանքի վայրն է։ Վեհարանում, որտեղ որ տարբեր պատմական թանգարանում, Վեհարանի թանգարանում ու իմ հիշելով կա նաև Ալեք Մանուկյանի նկարը, կան նաև այլ հայ բարեգործների նկարները Վեհարանում, որը հայ եկեղեցու, ինչքան մենք գիտենք նաև կաթոլիկ եկեղեցու ավանդույթների մեջ է։ Դա է պատճառը, ճանաչելով Սամվել Կարապետյանին, ես կարող եմ ասել, որ նա երբեք չի բարձրաձայնել այն բաները, որ ինքը արել է եւ երբեք կողմ չի եղել, բայց դա մեր հոգեվոր դասի երևի քայլն էր ի պատիվ իրենց։ Մշտապես ասել ենք, որ կաթողիկոս ամենայն հայոց հայրապետը ինչեւ իր կյանքի վաղճանը մնալու է իբրև ամենայն հայոց կաթողիկոս։
Սակայն իշխանությունը չի կրկում, չի զիջում, շարունակում է պահանջել 10 եպիսկոպոսներ են նստել Փաշինյանի ձեռքը, հետևաբար նրա պահանջին են միացել իշխանության պահանջին։ Ես նորից Խոհանավանքի նման զավթել մայրաթոռը։ Ես նորից կրկնում եմ, պնդում եմ ամենայն հայոց կաթողիկոս իր գահին նստելու է մինչև իր կյանքի վախճանը եւ օրհնելու է բոլորիս։ Եվ այսօր էլ մենք մեր աղոթքն անելու ենք ամբողջ այստեղ հայեր են հավաքված, քրիստոնյաներ եւ Աստված բոլորին օրհնի, միասին մեր հոր գլխավորությամբ աղոթք ենք անելու եւ ինչպես արդեն ասացի, գնալու ենք մեր տուն։ Եպիսկոպոսների գործողությունները վարչապետը չի ուղղորդում, բայց ողջունում է, իսկ հավաքի ընթացքում որևէ բախում բացառում։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ընդունել կաթողիկոսին մի օրակարգով, իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով։ Փաշինյանն է հայտարարել անդրադառնալով հարցին, թե Վազգեն arczepiskopos Միրզախանյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ Փաշինյանը պատրաստ է հանդիպել կտրիչ Ներսիսյանին։ Մեկ այլ հարցի 10 եպիսկոպոսները, որոնք բարձրաձայնել են եկեղեցում առկա խնդիրները միանալով վարչապետի պահանջին, արդյոք ավելի ամբից են, Փաշինյանը պատասխանել է։ Նրանք չեն միացել իր պահանջին, այլ իրենց օրակարգն են ձևավորել, որը մեծ ընդհանրություն ունի այն օրակարգի հետ, որն առաջարկել է հենց ինքը։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել կտրիչ Ներսիսյանից եւ մայրաթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից։ Ես արդեն իմ դիրքորոշումը ասել եմ, որ կտրիչ Ներսիսյանը եւ նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են եւ եղծում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքը։ Հաջորդը 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում եմ։ Ես այս պահին նման անհրաժեշտություն եւ որոշում չեմ տեսնում եւ ուզում եմ ասել նաեւ մի բանի վրա հրավիրել ձեր ուշադրությունը։ 10 եպիսկոպոսները Էջմիածնի միաբաններ են, այսինքն Էջմիածնի վանական համալիրը իրենցն է եւ իրենք էլ Էջմիածնի վանական համալիրին են։ Եվ հետեւաբար նրանց կողմից հնչեցված հրավերը հավաքվելու մայրաթոռում բացարձակապես լեգիտիմ է, որովհետեւ դա ըստ էության իրենց միաբանությունն է, իրենց կեցավայրն է եւ իրենք ունեն լեգիտիմություն իրենց հետևորդներին, եւ նրանք նաեւ թեմակալ առաջնորդներ են, իրենց թեմի հավատացյալներին, թեմերի հավատացյալներին հրավիրել։ Միջայլոց խոսքը գնում է խոսքը արիացյան թեմի առաջնորդի մասին է, Արմավիրի թեմի առաջնորդի մասին է, արիացյան մասիացոտն թեմի առաջնորդի մասին է, այսինքն իրենք ըստ էության գործում են իրենց թեմում։ Եվ այսպիսով նրանց գործողությունները լեգիտիմ են։ Հաջորդը նաև շատ է հնչում, ես տեսա, որ նաև որոշակի հարցադրումներ են արվում, ինչն է կապում ինձ 10 եպիսկոպոսների հետ։ Միայն եւ միայն բացառապես օրակարգը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման օրակարգը եւ մի հարցում եւ էլի ուրիշ հարցերում մենք ունենք կոնսենսուս, որ այդ օրակարգը անհնար է իրականացնել առանց կտրիչ Ներսիսյանի հեռացման մայրաթոռից։ Հաջորդը ուզում եմ ասել նաև, ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, մենք արդեն բավական երկար ժամանակ այդպես գործում ենք, բայց այդպես չենք հայտարարել, կտրիչ Ներսիսյանի որևէ որոշում Հայաստանի Հանրապետությունը չի ընդունելու, որովհետև նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է։ Օրինակ Տեր Արամ Ասատրյանը շարունակում է Հայաստանի Հանրապետության համար լինել Տեր Արամ Ասատրյան։
եւ Կտրիչ Ներսիսյանի որոշումը նրան կարգալույծ անելու մասին մենք չենք ընդունել եւ մենք շարունակում ենք Տեր Արամ Ասատրյանին, Տեր Թադեին, Տեր Տարոնին համարել գործող հոգեվորական։ Եվ ելի ուզում եմ կրկին, ելի եմ ասում, որովհետեւ այստեղ մենք պետք է հարցին ճիշտ մոտենանք։ Ինչ է տեղի ունենում եւ ինչի շուրջ է, որովհետեւ ամենատարբեր վարկածներ են առաջ քաշվում, օրակարգի։ Իսկ ո՞րն է այդ օրակարգը։ Արդյոք ես ինձ կամ մյուսներին սուրբ եմ համարում այս օրակարգի մեջ։ Ոչ բնականաբար, որովհետև ինչալուց եթե այդպես համարենք, մենք սրբապղծություն կգործեինք, որովհետև ցանկացած քահանա պատարագի կարգը սկսելուց առաջ նա իր մեղքերի խոստովանություն է անում եւ իր մեղքերի համար թողություն է խնդրում։ Այստեղ խնդիրն է նա, որ մենք բոլորս ես էլ 10 եպիսկոպոսներն էլ ընդունում ենք, որ մենք բոլորս մեղավոր ենք, այդ թվում Հայաստանյան Ծառայքելական Սուրբ Եկեղեցու ճգնաժամի համար եւ պատասխանատու ենք այդ ճգնաժամը լուծելու համար։ Եվ այն, որ այսօրվա իրադարձությունը ինչի մասին է։ Այսօրվա իրադարձությունը նրա մասին է, որ Հայաստանյան Ծառայքելական Սուրբ Եկեղեցում ճգնաժամ է, այլևս որևէ մեկը դա չի կարող շղթել, եւ այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի։ Չի հանգուցալուծվելու այդ ճգնաժամը, քանի դեռ Կտրիչ Ներսիսյանը հեռացված չէ Մայրաթորից։ Այսօր կհեռացվի Մայրաթորից։ Ուրեմն ճգնաժամի հաղթահարման մեկնարկը կտրվի այսօր, վաղ կհեռա։ Բոլոր դեպքերում առաջի քայլը դա է։ Եվ սա նաև կոնսենսուսի հաջորդ կետն է մեր եւ 10 եպիսկոպոսների։ Մայրաթորը խորը մտահոգություն է հայտնում 10 եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության շրջանում առաջ եկած ընդվզումների առիթով ու զգաստության կոչ ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած սրբազան հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից եւ գործել բացառապես եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումներն ու հայտնի կեղծ օրակարգով հակասություններ սերմանել եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ, խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը, նշված է հայտարարության մեջ։ Ոստիկանություն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները, պահպանելով հասարակական կարգն ու ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։ Ներքին գործերի նախարարությունն է հայտարարել, անդրադառնալով եպիսկոպոսների քաղաքացիներին Մայրաթոր հրավիրելուն հաջորդած հայտարարություններին, որոշ քաղաքացիներ սադրիչ ու վիճակը թեժացնող գրառումներ էին կատարել։ Շարունակենք, Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժակազմը շարժվել է դեպի Հայաստան։ Ավելի վաղ ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության օրակարգին համապատասխան սկսվել է Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի արտահանումը։ Համաձայնությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում երկու երկրների փոխվարչապետների հանդիպման ժամանակ։ Կառավարության նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերի կատարման ուղղված 12.45 միլիոն դրամ համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Առաջարկում են համաֆինանսավորել 52 համայնքի 169 սուբվենցիոն ծրագիր։ Վարչապետը հարցեր է ուղղել, հիշեցրել մի դեպք, երբ համայնքներից մեկում մի քաղաքացի ասել է, որ ենթադրենք 20 տարի իր տունը ճանապարհ չունի, գազ չունի։ Պարզվում է այդ տունը հիմնական բնակավայրերից 5 կիլոմետր կտրված է, մենավոր տուն որն իրոք չունի ճանապարհ ու գազ։ Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ խնդրահարույց է համարել տվյալ դեպքում գումար հատկացնելը, քանի որ համայնքում կան այլ չլուծված հարցեր։ Սենց իրավիճակների ենք բախվում եւ ստե խնդրեմ կա իրականում։ Ասենք նախորդ օրը համայնքներից մեկում մի քաղաքացի ասում է, որ չգիտեմ, ենթադրենք 20 տարի իմ տունը ճանապարհ չունի, գազ չունի եւ այլն, բնականաբար հետաքրքրվում եմ, ինչի մարդու տունը գազ չունի կամ ինչով կարող ենք օգնել։ Հիմա հասկանում եք, պարզվում է այդ տունը հիմնական բնակավայրից, ասենք 5 կիլոմետր կտրված մենավոր տունը։ Հա իրոք չունի ճանապարհ, իրոք չունի գազ։ Հիմա համայնքի եւ կառավարության համար, այսինքն այդտեղ ենթադրենք կարող ենք հատկացնել 300 միլիոն ճանապարհի համար կամ չգիտեմ 100 միլիոն կամ 50 միլիոն ճանապարհի համար, 30 միլիոն գազի համար։
բայց դա խնդրեմ է։ Բա համայնքի են մյուս հատվածներում չլուծված խնդիրներ կա, համայնք կարա ասի մի րոպե, բայց այդ 100 միլիոնով ու 20 միլիոնով կարայիք ուրիշ խնդիր լուծեք։ Այս բանի գլխավոր հատակագիծ եւ այլ, որ այդքան ասում ենք, այս սրա համար է կարևոր, բայց հարգելից լավ հասկացանք, բայց ժամանակին համայնքը հողը տվել է, օքեյ տվել է, լավ։ Շինթույլտվությունը տվել է, բայց հիմա, ասենք մենք ո՞նց լուծենք այդ հարցը։ Այսինքն պատկերացնում եք, չէ՞, բա մի տան հաշվով մենք տանենք 150 միլիոն դրամ ներդրում անենք, մնացած տները կասեն մեր տների հաշվով է 150 միլիոն դրամ ներդրում արենք։ Ավելի լավ է մենք բանը գերակա շահ ճանաչենք այդ տունը, առնենք տանք, մարդուն ասենք գնացեք միտեղ ուրիշ տեղ բնակարան ձեռք բերեք եւ այլն եւ այլն։ Ավելի ժան կնստի մեր վրա 3 հատ բնակարան։ Եվ ես հիմա այդ խնդիրը դնում եմ, որովհետև համարյա բոլոր մարզպետների հետ կապված մարդիկ նամակ են գրում, ես իրենց նամակ եմ գրում, շատ դեպքերում էլ սկի ասում են լավ բան կանենք, կկազմակերպենք, քանի որ վարչապետին դիմելա կկազմակերպենք, հետո գրում եմ տենում, ասենք 1 կիլոմետր այդ մի տան համար բան ենք կառուցել, ասում եմ, բայց սեն չի լինի։ Ես առաջարկում եմ բոլոր տենց դեպքերում կարա կոպիտ հնչի, բայց մարդկանց մենք այդտեղից պետք է էվակուացնենք։ Պետք է գերակա շահ ճանաչենք, փողը տանք 15% պլյուս շուկայական արժեքով, ասենք հարգելիներս գնացեք ուրիշ տեղ տուն առեք։ Որովհետև առավել եւս, եթե այդտեղ գլխավոր հատակագծով պարզվում է, որտեղ թաղամասի կառուցում, հա, եթե գլխավոր հատակագծով գիտենք, որտեղ բնակելի թաղամաս է կառուցվելու, հա, էլի արդարացված է, հիմա մեկն է, գիտենք հետագայում եւս 300 տուն լինելու է, բայց եթե տունը մենավոր է լինելու, կներեք, դա վատնում է միջոցների, որ մենք այդքան միջոցը ծախսենք, շատ հարգելի, հա մարդը վատ վիճակում է, բայց ասում եմ, բոլոր այս դեպքերում ես առաջարկում եմ ուղղակի որոշում կայացնենք, այնտեղ որտեղ անտրամաբանական կտրվածություն կա, ուղղակի մարդկանց այդ փողը տանք, առնենք իրանց տանք գումար, ասենք գնացեք ուրիշ տեղ տուն առեք, բնակավայրի ներսում կամ գնացեք կառուցեք, որտեղ այդ գազը եւ այլն կա։ Կառավարության նիստին զուգահեռ անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել։ Վերադարձրեք հայրենիք մեր եղբայրներին եւ պահանջում ենք որոնողական աշխատանքներ գրության պաստառներով։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ այս պայմաններում խաղաղությունից ու պետականությունից խոսել չի կարելի։ Հարց են բարձրացրել Բաքու այցելած պաշտոնյաներն ինչու չեն բարձրաձայնում Ադրբեջանի բանտերում հայ գերիների վերադարձի հարցը։ Նրանք խաղաղությունը միֆ են որակել։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են ՄԱԿ-ի գրասենյակ կարևոր նամակով պահանջելու են հումանիտար շահը վերդասել քաղաքականից։ Այն ամենը, ինչը կատարվում է, դա պարտադիր չի, որ հրապարակային լինի, եւ եթե դուք արդյունք չեք տեսնում, դա չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա։ Եթե կատարվում են քննչական գործողություններ, դրանց որոշակի հատվածը չի հրապարակվում։ Թե ինչ է կատարվում, դրա պատասխանատուն ես չեմ կարող ձեզ հստակ պատասխաններ տալ։ Ծնողը ձեզ հարցում է։ Քննչական բաժնին եք ասում եք ներկայացրեք իրանց, թղթերը իրաց ձեռնն է։ Մոտիկանում եք քննչական բաժնին ասում է գնացեք կառավարություն։ Կառավարությունը զգալքում են ազգային անվտանգություն։ Մուտքերել եք ինչ։ Ես ձեզ հարգելի քաղաքացի, ես իրականում կիսում եմ ձեր ցավը, բայց ամեն դեպքում ձեզ ուզում եմ ասեմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է։ Չի մտածում կառավարությունը այդ հարցով, չի մտածում։ Եկեք ես ձեզ ասեմ, եկեք արդարացի լինենք, որովհետև բազմաթիվ անգամներ մեղադրանքներ են հնչեցվել կառավարության հասցեին, բայց ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունը մաքսիմալ ջանքեր է գործադրում, որպեսզի այդ հարցը հնարավորինս շուտ փակվի։ Էդի ստից պատասխաններ էր լող ստից պատասխաններ, ծրելի պահայր։ Չի ընդունել մեզ չի ընդունել։ Մի անգամ ընդունել, հետո մաս հրաժարական, ոչ մի բան։ Ասել այնա երեխեք ունի գնացիք դրանով զբաղվեցիք։ Գնացիք մնացած երեխեք առաջ անգամ ես առաջ անգամ եմ եկել, իրանց հանդիպել շատ եմ եկել, որպես արտաշիրիմի համար։ Քանի անգամ մեկ նամակ գրել, որ դաժե պարոն Փաշինյանն է մեզ ընդունի, չի ընդունել։ Մեկ Ալբազյանի մեր տղայիս անուն ազգանունը Աղավելան Արայիկ։ Մարտունի վտարոյումը ծառայիսել է,
Անքյան չի կորե ինքը զոհվալա, արտաշիրիմի համար ենք մենք դիմում, մեզ ասեցին, որ հա կբերենք, բայց ոչ մի տեղեկություն չկա։ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու հետ, հայտնել, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն։ Ելույթում նա մտադիր է ընդգծել հետևյալը մեջբերում է. Տեղի ունեցողը ես չեմ ընդունում որպես դատական գործընթաց եւ մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին եւ հետեւաբար չի կարող համարվել դատաքննություն դրա իրավական իմաստով։ Ես ոչնչի համար չեմ զղջում։ Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար եւ կամավոր լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։ Վարդանյանը խնդրել է նաեւ հանրությանը փոխանցել իր որոշ մտքեր։ Պետք չէ վախենալ մահից կամ փորձել հաղթել նրան։ Մահը սարսափելի չէ, սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ աստիճանաբար ասես ճառագայթում թափանցում է մեր մեջ եւ ներսից քայքայում։ Մի վախեցեք հետևել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել եւ մինչեւ կյանքի վերջ ճանաչել աշխարհը։ Կարևորը սեփական ճանապարհը գիտակցաբար գնալն է։ Զգույշ եղեք խոսքի նկատմամբ։ Խոսքը կարող է խոցել, բայց կարող է նաեւ զարգացման, աջակցության ու ստեղծարարության հզոր խթան դառնալ։ Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան, մեջբերման ավարտ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թվականի վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 500 падգամավոր, դեմ է 120-ը, 32 խորհրդարանական ձեռնպահ են մնացել։ Եվրամիության դեսպանները ծրագիրը հաստատել են դեկտեմբերի 10-ին։ Եվրախորհրդարանի որոշումից հետո օրենքը կուղարկեն Եվրամիության երկրների նախարարների հաստատմանը։ Այն կարող է ընդունվել ձայների մեծամասնությամբ։ Ենթադրվում է, որ Եվրամիությունը կհրաժարվի հեղուկ բնական գազի ներկրումից 2026 թվականի վերջից, խողովակաշարային գազից 2027 թվականի աշնանը։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Facebook-յան իր էջում գրել է, որ գագաթնաժողովը Բրյուսելում լավ չի սկսվել։ Օդանավակայանում մեր ինքնաթիռը վնասվել է սանդուղքավորող մեքենայի կողմից, ուստի այն չի կարող թռչել եւ մենք ստիպված ենք այն այստեղ թողնել։ Նա հավելել է, որ աջակցում է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, որը դիտավորյալ չի մասնակցել այս գագաթնաժողովին, բողոքելու Եվրամիության ինստիտուտների կողմից Սերբիայի նկատմամբ անարդար վերաբերմունքի դեմ։ Երկակի չափանիշները եվրոպական քաղաքականության բնորոշ գիծն են։ Մի կողմից խոշոր ուժերն Ուկրաինային մղում են միանալ Եվրամիությանը, չնայած այն լիովին անպատրաստ է։ Մյուս կողմից նրանք խանգարում են Սերբիային միանալ միությանը, քանի որ այն չափազանց հպարտ է, ինքնավստահ եւ ինքնիշխան, նշել է Սլովակիայի վարչապետը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ բանակն աշխարհի ամենահզոր բանակն է եւ դա անհերքելի է։ Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանն իր հայրենակիցներին ուղղված ելույթում։ Մենք այժմ ունենք աշխարհի ամենահզոր բանակը եւ դա անհերքելի է։ Ես վերականգնեցի ամերիկյան հզորությունը։ 10 ամսվա ընթացքում կարգավորեցի 8 պատերազմ եւ ավարտեցի պատերազմը Գազայում, 3000 տարվա ընթացքում առաջին անգամ խաղաղություն բերելով Մերձավոր Արևելքին եւ ապահովեցի պատանդների ազատ արձակումը թե ողջ մնացած եւ թե մահացած, նշել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաեւ բարձր է գնահատել իր վարչակազմի աշխատանքը, գովաբանելով անօրինական միգրացիայի հոսքը զսպելու ջանքերը եւ ընդգծելով տնտեսության մեջ գրանցած հաջողությունները։ Թուրքիան ձգտում է վերադարձնել գրեթե 10 տարի առաջ Ռուսաստանից ձեռք բերված C-400 համակարգերը ԱՄՆ բարեհաճությունը շահելու եւ F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու նպատակով։ Այդ մասին գրել է Bloomberg-ը։ Գործակալության տվյալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այդ հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վաշինգտոնը տևական ժամանակ է պնդում է, որ Անկարան հրաժարվի այդ հրթիռներից, ինչը հանգեցրեց ԱՄՆ պատժամիջոցներին եւ 2019 թվականին Թուրքիային F-35 ծրագրից հեռացնելուն։ C-400-ից հրաժարվելը կարող է ճանապարհ հարթել պատժամիջոցները չեղարկելու եւ ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը վերականգնելու համար, գրում է Bloomberg-ը։ Վենեսուելայի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով Կարիբյան ավազանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վերաբերյալ։
Վենեսուելան մեղադրում է Սպիտակ տանը նախագահ Նիկոլաս Մադուրոին տապալելու եւ տարածաշրջանային ու միջազգային կայունությունը սպառնալու մեջ։ Դիմումում նշվում է Կարիբյան ավազանում ԱՄՆ-ի աննախադեպ ռազմական ներկայության մասին, նշելով, որ ԱՄՆ զորքերը գտնվում են Վենեսուելայի ափերից ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա։ Ավելի վաղ Թրամփը սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ հրամայել է շրջափակել Վենեսուելայի ջրերը եւ արգելափակել դեպի Վենեսուելա եւ Վենեսուելայից եկող պատժամիջոցների տակ գտնվող նավթատարերը։ Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է 2025 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայի մարզի Գորկի 2 գյուղի Ուսպենսկայա միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտի Տաջիկստանի Հանրապետության քաղաքացու սպանությունը ատելության հողի վրա, ասվում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։ Այս հանգամանքի կապակցությամբ Տաջիկստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն եւ նրան հանձնվել է նոտա, որով պահանջվում է, որ ռուսական կողմը անհապաղ, օբյեկտիվ եւ անաչառ հետաքննություն անցկացնի այս ողբերգական միջադեպի վերաբերյալ եւ բոլոր ներգրավվածներին պատասխանատվության ենթարկի օրենքի ողջ խստությամբ։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ 2025 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայի մարզի Գորկի 2 գյուղի Ուսպենսկայա միջնակարգ դպրոցում Տաջիկստանի անչափահաս քաղաքացու մահվան հանգեցրած ողբերգության մասին։ Լրատվամիջոցներում տարածված հաղորդագրություններից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն անմիջապես օգնություն է առաջարկել Ռուսաստանում Տաջիկստանի դեսպանատանը։ Ի պատասխան Տաջիկստանի դիվանագիտական առաքելությունը նոտա է ուղարկել, խնդրելով օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ողբերգության բոլոր հանգամանքների վերաբերյալ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեր Մոսկովյան Գորկի 2 գյուղի դպրոցում դեռահասը դանակով հարձակվել է անվտանգության աշխատակցի եւ աշակերտների վրա, ինչի հետևանքով մահացել է 4-րդ դասարանի 1 երեխա, վիրավորվել է 4 հոգի։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, կանխվել է 161 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոցի Հայաստանի տարածքով տարանցիկ փոխադրման փորձ։ Մանրամասները պետեկամուտների կոմիտեի տեսանյութում։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ։ Օրերս Ագարակ սահմանային անցակետում պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցները ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած բեռնատար ավտոմեքենան եւ կցորդը։ Արդյունքում կասկածներ են առաջացել, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացու կողմից ճահագործվող բեռնատարի գծորդի արժևի մասում արկա է գաղտնարան։ Տեղեկությունը փոխանցվել է պետական եկամուտների կոմիտեի մաքսանեգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին, որից հետո պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցների հետ համատեղ օգտագործելով տեխնիկական միջոցներ իրականացվել է բեռնատար մեքենայի եւ կցորդի զննություն։ Բեռնատարի կցորդի նախապես պատրաստված գաղտնարանից հայտնաբերվել է 161 կիլոգրամ ընդհանուր քաշով 322 հատ թափանցիկ ինքնակպչուն ժապավենով փաթաթված սև փաթեթներ, լցված հերոին տեսակի թմրամիջոցով։ Թմրամիջոցի մաքսանեգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի ԱԱ-ն, ով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է քննչական կոմիտեի մարդկանց տրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Քրեական վարույթի շրջանակում դատանի համապատասխան որոշման հիման վրա նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված 161 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոցը պետք է բեռնատար ավտոմեքենայով Հայաստանի Հանրապետության տարածքով տեղափոխվեր Վրաստան։ Ներկայում պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողների եւ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են լայնածավալ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Թմրամիջոցները Հայաստանի Հանրապետության տարածքով տեղափոխումը կազմակերպող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Armflix հարթակում անակնկալները շարունակվում են։ Դեկտեմբերի 22-ից բաժանորդները կարող են դիտել գնդապետ SOS հեռուստաֆիլմը։ Նկարահանումներն ավարտված են, իսկ սյուժեի մասին մանրամասները տեսանյութում։ Դիտեք ու շտապեք բաժանորդագրվել։
Մեզ լավ նկարահանումներ են մաղթում, անփորձանք, դժվար ալինելու նկարահանման ընթացքը, բայց կարծում եմ հզոր թիմով կարանք հաղթարենք։ Դեկտեմբերի 22-ից Armflix-ի բաժանորդներն արդեն կարող են դիտել «Գնդապետ սոսը»։ 16 մասից բաղկացած հեռուստաֆիլմի նկարահանումները մոտ 1 ամիս առաջ ավարտվել են։ Գնդապետ սոս դեկտեմբերի 22-ից նաև Armflix հարթակում։ Ասեմ, որ ֆիլմի ռեժիսոր Հարութ Շատյան, երկրորդ ռեժիսոր Անի Միսակյան, ֆիլմի սցենարիստ Անի Մաղաքյան, կոմպոզիտոր Ռաֆի Ալթունյան, սաունդթրեքը երգել է Արսեն Սաֆարյանը։ Ֆիլմը գնդապետի մասին է, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, որ տեղափոխվում է Միացյալ Նահանգներ։ Այս անգամ պատերազմ, բայց առանց զենքի։ Հերոսը պայքարում է հանուն ընտանիքի, հանուն հայրենիքի։ Ասեմ, որ շատ լավ նախագիծ է գալիս ժողովուրդ ջան։ Սիրեք, կարծում եմ բոլորը շատ-շատ։ Գնդապետ սոսը հատուկ ձեզ համար Լոս Անջելեսից։ Շուտով։ Ֆիլմի գլխավոր հերոսը Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս է։ Արցախի պաշտպանության մարտերի մասնակից, որը լուրջ պատճառներով ստիպված ժամանակավոր տեղափոխվում է Միացյալ Նահանգներ։ Ժամանակին հանուն հայրենիքի կռված հերոսն այստեղ պատերազմի է դուրս գալիս, այս անգամ ոչ թե ուժով ու զենքով, այլ մեծ հայրենասերին բնորոշ մտածելակերպով, բարձր դասելով ազգային արժեքները։ Օտար երկրում ոչ փողը, ոչ էլ հարստությունը գնդապետ սոսին չեն գայթակղում, քանի որ նա իսկական հերոս է, հայրենիքին ու ընտանիքին նվիրված անձնավորություն, որն անցել է բազում փորձություններ ու դժվարություններ, բայց երբեք չի ընկճվել, որովհետև սիրում է իր հայրենի երկիրն ու այնտեղ է տեսնում ընտանեկան երջանկությունը։ Քո նմանների կռիվը անիմաստ է։ Քո մտածելակերպի մարդիկ որ շատ լինեն, մենք հիմա Հայաստանը չենք ունենա։ Նրա կյանքի գլխավոր նշանաբանն է նվիրվել հայրենիքին ու ընտանիքին, եւ իսկական հերոսը որտեղ է լինի, մնում է հերոս։ Գնդապետ սոսը կապված լինելով հայրենի հող ու ջրին, ի վերջո վերադառնում է հայրենիք, ընտանիքին ամուր պահելու ու ազգային արժեքները պահպանելու համար։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Սոս Կարապետյանն է, ռեժիսորը Հարութ Շատյանը, երկրորդ ռեժիսոր Անի Միսակյան, սցենարն Անի Մաղաքյանի, կոմպոզիտոր Ռաֆի Ալթունյան, դերասաններ Սոս Կարապետյան, Անժելա Սարգսյան, Գայանե Ասլամազյան, Արմինե Պողոսյան, Գնել Լիխանյան, Լուսինե Գասպարյան, Անահիտ Ադիկյան, Դավիթ Մարտիրոսյան։ Գնդապետ, քո մասին է այս երգը, ես գիտեմ քո հոգու խորվերքը։ Գնդապետ սոսը, բաժանորդագրվեք եւ դիտեք ֆիլմը Armflix հարթակում։ Եվ հանրապետության տարածքում առաջիկա օրերին եղանակը կլինի առանց ստեղումների, օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես հրաժեշտ եմ տալիս հաջողություն։